Տարվա առաջին 3 ամիսների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների եւ լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ Թեև անցնող եռամսյակում հարաբերական անդոր էր հասարակական քաղաքական կյանքում, այնուամենայնիվ բավականին շատ են եղել կոնֆլիկտային իրավիճակներն ազգային ժողովում։ Ասեմ, որ 56 դեպք ենք արձանագրել եւ դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը տարբեր տեսակի այլ ճնշումներ եւ 29 տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։ Արձանագրված ճնշումների մեծ մասը ըստ Մելիքյանի իշխանության ներկայացուցիչներն են իրականացրել։ Այս դեպքերն ի դեպ աճել են անցած տարվա համեմատ 17-ից դառնալով 25։ 25 դեպքից 18 դեպքում կոնֆլիկտային իրավիճակները հենց իշխանությունների ներկայացուցիչների հետ են եղել եւ դա բավականին այսպես մտահոգիչ տենդենց է։ 2025 թվականի առաջին եռամսյակում 15 նոր հայց է ներկայացվել լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ, ընդ որում 12-ը նույնպես պետական մարմինների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Արձանագրվել են նաեւ հեղինակային իրավունքի խախտման դեպքեր։ 15-ից 2-ը ուրեմն լրատվական գործակալության հայց է ընդդեմ լրատվամիջոցի, այստեղ լրատվամիջոցը ընդդեմ լրատվամիջոցի է հանդես եկել եւ դա հեղինակային իրավունքի պաշտպանության հայցեր են, իսկ մեկը շարքային քաղաքացու կողմից է ներկայացված։ Վիրավորանքներով, զրպարտություններով գործերը գերակշռող են եւ դա նորություն չէ։ Իսկ ահա հեղինակային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հայցերը նորություն են, վերջին տարիներին չեն եղել։ Սա հետաքրքիր է այն առումով, որ հենց լուսանկարներին է վերաբերում, երբ որևէ պայմանավորվածություն չունենալով, առանց հղման, առանց վճարման այդ լուսանկարները հրապարակում են։ Սա ուշագրավ գործեր են այս բաները, այս հայցերը եւ շատ հետաքրքիր է թե դատարանը ինչ դիրքորոշում կընդունի։ Անդրադառնալով պատգամավոր լրագրող հարաբերություններին Մելիքյանը նկատեց կոնֆլիկտային իրավիճակներում ամենից շատ աչքի է ընկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ավելին 4 դատական հայց է ներկայացրել։ Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության որևէ դեպք չի եղել։ Այս տարի դրանք 2-ն էին, 2-ն էլ ազգային ժողովի անվտանգության աշխատակիցների կողմից։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։